Պարոն Սահակյան, ինչպես անցած անգամ դժվար վիճակի մեջ գցեցիք խորհրդարան, միշտ ապեք պատասխան տալու։ Մեր առաջարկը ոչ այնքան կանոնակարգային է, որքան քաղաքական։ Մենք ասում ենք հարգարժան հանրապետական կուսակցություն։ Մենք ունենք առաջարկներ, որը դուք այն անցած անգամ ասեցիք, առաջինից երկրորդ ընթերցման արանքում կարող են քննարկման նյութ դառնալ։ Փաստ է, որ մենք այսօր չունենք որևէ ընդհանրություն, որևէ ընդհանրական եզրակացություն 5 կետերի շուրջ։ Մենք ասում ենք, դուք կարող եք անգամ ձևը գտնել, եթե դուք հայտարարում եք, որ կա քաղաքական կամք նստելու եւ քննարկելու այդ կետերը, դուք որոշեք ինչպես դա կարող ենք անել։ Դա կարող է քվեարկություն հետաձգվել, արտահայտ սեսիա անել։ Կարևորը այստեղ ինչպես ասում են, նյութներ մեղնել ձեր ձեռքին։ Դուք որոշեք ինչպես ենք այդ խնդիրը լուծում։ Այլ կերպ մենք այսօր դա չենք կարող քննարկել, որտեղ կանոնակարգը թույլ չի տալիս, որովհետև այդ 5 կետերը մտած չեն, ոչ լավաշի մեջ, ոչ առաջարկների մեջ, ոչ էլ այսօր կարող ենք քննարկել, որովհետև դրանք ձևավորված չեն որպես առաջարկներ։ Ձեր մոտ չկա առաջարկներ ձևավորված։ Մեր առաջարկը հետևյալն է. դուք միշտ ապեք, քննարկեք, մեզ տվեք պատասխան, համաձայն եք ինչ որ ձև գտնել մեր առաջարկները քննարկելու եւ օրենքի նախագծի մեջ տեղավորելու։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, Հովհաննես Մարգարյան, համեցեք, պարոն Մարգարյան։ Միացեք Հովհաննես Մարգարյանի խոսափողը։ Շնորհակալություն, քանի որ մեզ այլ տարբերակ չի մնում, եղավ առաջարկ պարոն Սահակյան ձեր կողմից, ես հիմա կառավարության ներկայացուցիչին, պարոն Հարությունյանին կհանձնեմ բոլոր այդ միացյալ քիչ առաջ ասացի, մեր կողմից ստորագրված այդ առաջարկների փաթեթը, որի մասին ես խոսեցի, եւ ինձ թվում է արդեն մնացածը թող այդ ժամանակագրական պահը, որովհետեւ քննարկվի եւ ելի եմ կրկնում, մենք շարունակելու ենք պնդել, որովհետեւ այս բոլոր առաջարկները քննարկման առարկա դառնա եւ մենք իմանանք պատասխանը, ընդունվում է թե չի ընդունվում կամ ինչ չափով է ընդունվում։ Շնորհակալություն, որի պարոն Մարգարյան, Հրանտ Բագրատյան, համեցեք, պարոն Բագրատյան։ Ուրեմն բացի այն, որ մենք մեր գործընկեր պատգամավորներին լիազորել ենք 5 կետով հանդես գալ եւ որոշակի ֆորմատով բանակցել, որպես պատգամավոր մենք նույնպես առաջարկներ ենք ներկայացրել երկու նամակով, առաջին նամակով 36 առաջարկություն, երկրորդով եւս մեկ առաջարկություն, այսինքն ընդամենը 37 առաջարկություն եւ պատգամավոր ակնկալում են, որ այդ 37-ի վերաբերյալ կետ պետք է պատասխան ստանամ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան, Հեղինե Բիշարյան, համեցեք, Տիկին Բիշարյան։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, մենք ընդունում ենք մի ընտրական օրենսգիրք, որը ճակատագրական է լինելու Հայաստանի Հանրապետության եւ այստեղ նստած բոլոր քաղաքական ուժերի եւ նաեւ այն ուժերին, որոնք այստեղ նստած չեն, նրանց համար։ Հիմա մենք պետք է շատ ավելի խոհեմ վերաբերմունք ցուցաբերենք, քան այլ շտապողականությունն է։ Հիմա հերթական հարցերի քննարկման երկրորդ տեղում պատվավոր տեղը ընտրական օրենսգրքի նախագծի երկրորդ եւ կեսնել առաջին ընթերցման քննարկման խնդիրն է։ Քանի որ հենց հիմա մենք ստացել ենք փաթեթը եւ տեղյակ չենք, թե որ այն հոդվածները, որոնք եւ ուրեմն առաջարկություն եւ դրան գումարած 3 քաղաքական ուժերի կատարած աշխատանքի արդյունքը առաջարկությունների դեռևս պետք է մարսիկա ներկայացուցիչը, կառավարությունը ներկայացուցիչը, որը հիմա այստեղ է եւ ինքը պետք է փաթեթը ստանա, որ հիմա 10 րոպե հետո սկսի զեկուցել։ Ինչպես է զեկուցելու մի ուրեմն առաջարկությունների մասին 34 կետից բաղկացած, որը մենք հենց նոր հանձնեցինք։ Հիմա ստացվում է այնպես, որ 1 օր, 2 օր հետաձգման խնդիրը այստեղ դառնում է ճակատագրական։ Վերջապես այստեղ կան խայտարակ հոդվածներ, որով իսկապես քաղաքական կամքով պետք է որոշում կայացնենք։ Համամասնական ընտրակարգը դրել եք եւ մեծամասնակամով մորթում եք։ Այսպեսի ընտրակարգով գնալ ընտրությունների արնահեղություն է վաղը լինելու մեր երկրում։ Չի կարող մի քանի 100 կամ 1000 մարդու անուն գրվել ընտրացուցակներում եւ այս սկզբունքով գնալ։ Թույլ տվեք մի հատ, քննարկենք, հասկանանք, ինչպես ենք առաջ գնալու։ Խնդիրը սրա մեջ է։ Ես իմ գործընկերներին, իմ հարգարժան գործընկերներին հորդորում եմ, խնդրում եմ, առաջարկում եմ խոսել ոչ բովանդակության մասին, այլ վարման կարգի։ Համեցեք, պարոն Տիկին Բիշարյան, հանգիստ, նորմալ աշխատում ենք։ Պարոն Լևոն Զուրաբյան, դուք համեցեք, ՀԱԿ խմբակցության անունից ելույթ է ունենում Լևոն Զուրաբյանը, համեցեք, պարոն Զուրաբյան։
Գիտեք, մենք փաստորեն մտել ենք մի գործընթացի մեջ, երբ որ մենք ընտրական օրենսգիրքի փոփոխությունը ուզում ենք անել մի քանի ամիս ընտրություններից առաջ, ընդ որում սա ֆունդամենտալ մի փոփոխություն է։ Եվ հետաքրքիր ինչն է, երբ որ դուք Վենետիկի հանձնաժողովի ընտրական գործընթացների ուղենիշները ցուցակների ստորագրման ստորագրված ցուցակների հրապարակման հարցում դարձել եք աստվածաշունչ, այս հարցում չգիտես ինչի, դուք լրիվ արհամարում եք Վենետիկի հանձնաժողովի ուղենիշները, որտեղ հստակ գրված է, որ նման հիմնարար փոփոխությունը չի կարող լինել մեկ տարուց ավելի շուտ պետք է արվի, որ ապահովի ընտրությունների ինստիտուտների կայունությունը։ Հիմա իրականում իրավիճակը հետևյալն է, մեր ամբողջ ժողովուրդը, միջազգային հանրությունը, հիմա արդեն ՄԱԿ-ը, Եվրոպական միությունը, ԵԱԿ-ը, ԺՄԻԳ-ը բոլորը սպասում են որ լինի կոնսենսուս, երկրորդը, որ իսկապես սա լինի այնպիսի մի ընդգրկուն քաղաքական process, որտեղ հաշվի առնվեն ամբողջ հանրության քաղաքական ուժերի ներդրումները։ Դա չկա այս պահին։ Դրա համար մենք հայտարարում ենք, որ եթե դուք սատարումը ձեր իսկ պնդումների չեք հայտարարում, որ անմիջապես օրենքի ընդունումից հետո արտահերթ նիստ կանցկացնեք, որ հնարավորություն ստեղծվի բոլոր այս բաները քննարկելու, ուրեմն մենք դադարեցնում ենք մեր մասնակցությունը նաև երկրորդ ընթերցման ընտրական օրենսգրքին։ Պարոն Զուրաբյան, շնորհակալություն, եթե ներող խոսել է արդյունավետ չի, մենք դեռ մեր խոսքը կասենք։ Իսկ համար ձայնը տրվում է ազգային ժողովի նախագահին, համեցեք։ Առաջարկում եմ քվեարկության դնել հետաձգումների վերաբերյալ ազգային ժողովի որոշման նախագիծը, երկրորդ բաժնում ընդգրկված հացը եւ 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ազգային ժողովի որոշման նախագծի առաջին մասը։ Այդ կարդամ ու վարման կարգով կտամ։ Դեռ չեմ կարդացել։ Քվեարկության է դրվում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանի օրակարգում մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընդգրկումը մինչև 1 տարով հետաձգելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծը։ Վարման կարգի վերաբերյալ Տիգրան Ուրիխանյան, համեցեք։ Շնորհակալ եմ։ Հետաձգումների շարքում կա երկու նախագիծ, որոնցից մեկը ըստիս չափազանց կարևոր հանրային նշանակություն ունեցող եւ հնչեղություն ունեցող նախագիծ է։ Դրանք հետաձգվել են փաստացի ոչ իմ մասնակցությամբ, ոչ իմ նախաձեռնությամբ, որովհետեւ նշանակվել են հանձնաժողովների նիստեր նույն ժամին, նույն րոպեին երկուսն էլ ու ամեն հանձնաժողովում մեկ падգամավոր չէր կարող ներկա գտնվել։ Դրա մասին տեղեկություն ինձ պատշաճ չի տրամադրվել ու նախագծերը հետաձգվել են առանց իմ համաձայնության, ուստի ես խնդրում եմ ուշադրություն դարձնել այդ կարգին, այնուհետև ձեռնարկել միջոցներ, որպեսզի նման իրողություններ տեղի չունենան։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, քվեարկություն, հարգելի բարեկամներ։ Հարգելի գործընկերներ, հնչեցնեմ քվեարկության պատկերը 102 կողմ, դեմ 9 ձեռնպայով որոշում ընդունվել